Արարատյան Խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք կարծում ենք, որ կհետաքրքրեն ձեզ, բացի դրանից նաև կավելացնեն, կլրացնեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես հյուր ունեմ եւ գիտեք, որ մենք բոլոր նախաձեռնություններին կողմ ենք, այսինքն մեր հասարակությունը պիտի տեղեկացված լինի մեր խոհանոցի մասին եւ հասարակության բոլոր շերտերը պիտի անմիջական մասնակցություն ունենան մեր կերակրատեսակների պատրաստման համար եւ հենց այդ առիթով այսօր ես հրավիրել եմ մեր տաղավար, հեռուստահաղորդավար եւ դերասան Դավիթ Հակոբյանին։ Ողջույն, Դավիթ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես եղբայր։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շատ ուրախ եմ, որ այստեղ ես եւ շնորհակալություն, որ չմերժեցիր իմ հրավերը։ Դժվար է արդյոք Օսկարի այսպես մրցանակակիր լինելը դերասանների համար։ Ասեմ բավականին դժվար է։ Նախ շնորհակալություն հրավիրելու համար, շնորհակալություն։ Ինչ ենք պատրաստելու, Դավիթ ջան։ Պատրաստելու ենք արմավիր, տապակա արմավիր։ Իմ ամենասիրելի կերակրատեսակը, կարելի ասել, հայկական ավանդական կերակրատեսակ։ Այո, եւ բաղադրությունը խնդրում եմ հուշես։ Շատ լավ, կերակուրը պատրաստելու համար մեզ պետք է սմբուկ, լոլիկ, սոխ։ Նախ առաջինը ես տապակը դնեմ ջարոցին։ Այո, որպեսզի մի փոքր տաքանա։ տապակը տաքացնում ենք, ձեթը դաղում։ Ինչ պիտի անենք լոլիկի հետ։ Շատ լավ, սմբուկը մենք հիմա բաժանում ենք 6 հավասար մասերի, բարակ շերտերի։ Այո։ Իսկ ինչով կարող եմ ես օգնել։ Սմբուկը Սոխը կտրատեք դուք, կլոր կտրատեք։ Կլոր կտրատենք։ Այնուհետև ես կասեմ հետագա անելիքները, պարոն Շատ Մամուլյան։ լավ, ես կտրատեմ եւ սպասեմ հետագա ցուցմունքներին։ Արդեն պիտի տապակենք, սկսենք տապակելը։ Միսը ինչ միս է վերցրված։ Պիտի հուշենք մեր հեռուստադիտողներին։ Սա տավարի միս է, ցլիկի միս։ Ցլիկի մեջ կա միս է։ Իհարկե։ Համեմել ենք աղով պղպեղով, ուրց, սպիտակ գինի եւ մի քիչ ձեթ։ Այդ ամբողջ process-ը տևում է 6 ժամ +5 աստիճանի տակ փակ տարածքում եւ բնականաբար սառնարանում։ Եթե տեղ ունենք, կարող ենք նաեւ սոխը տապակել, չէ՞։ Իհարկե։ Սոխը տապակելուց հետո կխնդրեմ ինձ օգնեք միսը կտրատենք։ Կտրատենք։ Ասեմ բավականին բարդ գործընթաց է, սիրելի հեռուստադիտողներ, բուսայով անընդհատ թռչում էին վրան եւ ես անհանգստանում եմ, որ չայրվեմ։ Պարոն Մամուլյան, դուք ինչպես եք անում տարիներ շարունակ, որ վնասվածքներից խուսափեք։ Ես որ թռչում է, կարողանում եմ անցումներով այդ հատիկներին։ Շատ լավ, պարոն Մամուլյան, առանձնացնեմ սոխը, չէ՞։ Կարող ես առանձնացնել, կարող ես չառանձնացնել։ Ճաշակի հարց է։ Սիրտս ուզեց մի տեսակ առանձնացնել։ Առանձնացրու։ Որևէ ցանկություն թե առաջանում է մարդու մոտ, անպայման այդ ցանկությունը պիտի կատարել։ Շատ վտանգավոր է։ Սայողը ավելացնենք։ Սա էլ միսը։ Մի քիչ համեմ ենք աղով, երևի, հա։ Իհարկե, պարտադիր։ Այստեղ մենք երկու նպատակ միանգամից ճանաչելի դարձնել կերակուրը, արդեն մեր ազգային խոհանոցի եւ մեր հասարակության մեջ եւ նաեւ նորից ըմբոշխնել նրա հիասքանչ համը։ Կարծում եմ սմբուկը հենց դարձավ ոսկեգույն, դա ցույց է տալիս, որ սմբուկը արդեն պատրաստ է։ Իհարկե։ Եվս 25 վայրկյան եւ ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե։ Ես օգնեմ։ Իհարկե։
որովհետև ճիշտ ասած ես վառված սմբուկ չեմ սիրում։ Իսկ դու Ես սիրում եմ, պարոն Մամուլյան։ Սոխը առանձին ենք դնում, որովհետև Ավելացնեմ սոխը մի փոքր քիչ, Ոչ, բավական է։ Սոխը ըստ ճաշակի, այսինքն մենք առանձին պիտի դնենք, որ սիրողը կարող է ճաշակել, բայց գիտենք, որ որոշակի վերապահում կա սոխի նկատմամբ ցավոք սրտի։ Եվ առանձին տեղաբաշխենք ափսեի մեջ, որ ցանկացողը կարող է ճաշակել, ցանկացողը կարող է ուղղակի ունենալ ափսեի մեջ, բայց ճաշակել։ Կարծում եմ բավական է, այո։ Այո։ Ժամանակն է միսը տապակելու, պարոն Մամուլյան։ Մենք գիտենք, որ համեմելու այս process-ը, որ ես նշեցի, դա կոչվում է ակտիվ համեմելու process, որովհետև այնտեղ կա սպիտակ գինի նաև, որը որ խմորման միջոցով քայքայում է մկանային հյուսվածքը որոշակի իմաստով իհարկե, եւ մկանային հյուսվածքը դառնում է ել ավելի նուրբ, ել ավելի փափուկ։ Դրա համար շատ երկար տապակել կարծում եմ չարժե։ Միսը արդեն պատրաստ է, պարոն Մամուլյան, կարող ենք գեղեցիկ ձևով տեղադրել։ Դուք ինձ կօգնեք իհարկե։ Այո, այո։ Քանի որ ես այստեղ արդեն վառվել եմ։ Վառվել ես։ Հա։ Բայց այս հոտային գաման ինձ թույլ է տալիս, որ ել ավելի վառվել, քանի որ ես համոզված եմ, որ ավելի համեր են։ Տրամադրում է վառվելու։ Իհարկե։ Վառվենք միասին։ Սա էլ էստեղ, պարոն Մամուլյան։ Կարող ենք ասել, որ այնուամենայնիվ խոհարարի աշխատանքն էլ բարդություններ ունի։ Ոչ թե կարող ենք ասել, այլ խոհարարի աշխատանքը բավականին բարդ եւ պատասխանատու է։ Լոլիկ կտրատենք, չէ՞։ Քանի կտոր պիտի կտրենք։ 6 կտոր կտրատենք եւ տապակենք։ Ես օգնեմ ձեզ ընթացքում։ Լոլիկը բավականին շուտ է տապակվում, դրա համար մենք լոլիկը գրեթե վերջում ենք տապակում։ Եվ խնդրում եմ սոուսի համար հուշես, թե ինչ կանաչի կտրատեմ։ Սամիտ կտրատենք, բայց ասեմ, որ կարելի է նաև քյարաուզով անել, պարոն Մամուլյան, ճիշտ է։ Այո, այո։ Ընդհանրապես համեմունքը մենք կողմնակից ենք, որ համեմունքի մասը թողնել ճաշակին, ըստ ճաշակի։ Պարոն Մամուլյան, իմ կարծիքով Այո, իմ կարծիքով էլ է բավական։ Բավական է։ Այո, այդպես։ Մի քիչ սովորեցնելով, մի քիչ սովորելով, մի քիչ հուշելով, այնուամենայնիվ կարծում եմ մեր խոհանոցը հանրահրճակելու ճանապարհին մենք ճիշտ ենք վարվում։ Խնդրեմ։ Շատ լավ, հիմա սոուսը պատրաստ է։ Այ հիմա սոուսը ամենակարևոր, այսը ձեռքով։ Շատ է հերոստատեսություն, հերոստահաղորդումներ եւի դիտում, ձեռքից հանեղ չկա։ Բովված ալյուր։ Կես գտալ։ Ահա։ Թթված սեր։ Իմ կարծիքով մեկ գտալը հերիք է։ Այո։ Ես էլ այդ կարծիքին եմ։ Եվ աշտարակ սոուս։ Իդեպ ասեմ, սա ամենահամեղ սոուսն է, որ ես երբևիցե համտեսել եմ, պարոն Մամուլյան։ Այո։ Խնդրեմ բաղադրությունը հետո դուք ինձ կասեք։ Բաղադրությունը սխտոր ընկույզ համաչափ հավանգով ծեծում ենք, դրա կեսի չափ քացախ եւ ձետ եւ քացախի ձետի կեսի չափ կանաչի եւ աղ խառնում ենք զանգվածը, բացում։ Այսա հիմա պիտի սոուսը դու պատրաստես, պիտի խառնես, այսպես եւ ջուր այնքան, որ թթվասերից մի քիչ թույլ խտություն ստանանք։ Գնաց։ Շատ լավ։
Վերջ, կրակից վերցնում ենք։ Իհարկե։ Եվ ինչ ենք անում։ Եվ գեղեցիկ ձևով սոուսը պետք է լցնենք կերակուրի, բանջարեղենի, այո, արանքով պետք է գեղեցիկ ձևով լցնենք, որպեսզի բանջարեղենը նաև երևա, չծածկի սոուսը։ Եվ գույները գրավիչ պիտի լինի, չէ՞ կերակուրը նաև։ Իհարկե, պարտադիր։ Գայթակղից չասեմ, որովհետև գայթակղել բառը կամ գայթակղվելը կերակուրի հետ վատ է, լավ չէ, ընդհանրապես։ Հմայվել կարելի է, սիրահարվել կարելի է, հավանել կարելի է, բայց գայթակղվելը կամ կարծիքով գեղեցիկ է։ Ես էլ այդ կարծիքին եմ, բարեկամներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Դավիթ Հակոբյանի հետ մենք պատրաստեցինք տապակա արմավի։ Դավիթ ջան, ստացվեց, ապրես դու։ Ուզում եմ քո ասելիքը մեր հեռուստադիտողներին։ Ես կառաջարկեմ մեր հեռուստադիտողներին առողջ սնվեն, ճիշտ սնվեն եւ նաեւ մեր հայկական ավանդականին ծանոթ լինեն, քանի որ մենք ունենք այնպիսի խոհանոց, որ աշխարհը չունի, սկսենք դրանից, եւ մենք չտիրապետելով մեր խոհանոցին, իմ կարծիքով չենք կարող տիրապետել ուրիշ ոչ մի խոհանոցի։ Այսինքն քոնը չիմանալով դու չես կարող ուրիշինը իմանալ։ Դրա համար ես ցանկանում եմ, որ մենք տիրապետենք մեր խոհանոցին, մեր ազգին, մեր պատմությանը եւ այնինչը կապված է հայի հետ, հայ ազգի հետ։ Ապրես, շնորհակալ եմ հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել դերասան հեռուստահաղորդավար Դավիթ Հակոբյան։ Շնորհակալություն, ապրես դու։ Հրավիրելու համար։ Ապրես դու, բարեկամներ, կերակուրը հարկավոր է ճաշակել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ հետը անպայման չմոռանանք ճաշակել նաեւ կարմիր անապակ հայկական գինի։ Այսքանն ենք այսօրվա համար պատրաստել, հարգելի հեռուստադիտողներ, միշտ փնտրեք մեզ եւ դուք ականատես կլինեք հետաքրքիր ազգային կերակրատեսակների պատրաստմանը։ Ուզում եմ, որ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Տապակա արմավիր, տավարի միս 150 գրամ, սմբուկ 50 գրամ, լոլիկ 50 գրամ, սող 70 գրամ, թթվասեր 40 գրամ, ալյուր 1 ճաշի գդալ, լավաշ 1 հատ, սամիտ մի քանի ճյուղ, աշտարակ սոուս 20 գրամ, ձեթ 30 գրամ, աղ, բարյա խորշակ։